Ոսկե մրցանակ լավագույն ապրանքանիշ անվանակարգում։ Ապրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մրցանակաբաշխությանը Բարիս Համարացի ընկերությունն արժանացավ ոլորտի մասնագետների ամենաբարձր գնահատականին։ Մրցանակն այսօր հանձնեցին ընկերությունում։ Բարիս Համարացի ընկերությանը շնորհվեց նաեւ ազգային եւ միջազգային ստանդարտացման աշխատանքների ակտիվ մասնակցության եւ համագործակցության ոսկե մրցանակ։ Սա եւս մեկ անգամ փաստում է նրա կատարած եւ աշխատանքի արդյունավետությունը եւ մեծ ավանդը այս տարիների ընթացքում։ Սա չափանիշների եւ որակի համապատասխան գնահատական է։ Դա նպաստում է, որ ընկերությունը ամրապնդի եւ ավելի բարելավի իր արտադրանքի որակական առանձնահատկությունները։ Ընկերության առանձնահատուկ աշխատանքն ամենաբարձր գնահատանքի է արժանացել նաեւ նախորդ տարիներին, ինչը խոսում է ընկերության արտադրանքի բարձր որակի եւ սպառողների վստահության մասին։ Մեր սկզբունքն է, որ մենք կարողանանք մեր երկրի մեջ ամենալավագույն արտադրանք ունենանք մեր ազգաբնակչության համար։ Շնորհակալություն եմ հայտնում իմ կոլեկտիվին իրանց նվիրված աշխատանքի համար։ Այս մրցանակը նորից մեզ մղում է առաջ, որ կարողանանք այսօր արտադրությունը բարձր պահել։ Բարձրորակ հումք, որակյալ արտադրանք, պարբերաբար նորացվող սարքավորումներ ու բարեխիղճ աշխատանք։ Մինչ արտադրական գործընթացի մեկնարկը թե տեղական եւ թե ներկրվող մսամթերքն այստեղ ենթարկվում է լաբորատոր զննության։ Ընկերությունն սպառողներին է ներկայանում էկոլոգիապես մաքուր երշիկեղենի ու մսային այլ արտադրանքների ավելի քան 100 անուն տեսականիով։ Նրբերշիկը ձևավորող այս նորագույն սարքը ներմուծված է Գերմանիայից։ Ինչպես տեսնում եք, այստեղ ամեն բան ավտոմատացված է։ Դա մեզ թույլ է տալիս առավել կարճ ժամանակահատվածում անհամեմատ մեծ ծավալի արտադրանք ստանալ։ Սարքի միջոցով ստացվում է միևնույն չափի նրբերշիկներ։ Մեր սպառողը դա շատ է կարևորում։ Միևնույն ժամանակ պահպանվում են մսամթերքի որակական բարձր չափանիշները։ Արտադրության եզրափակիչ ու կարևորագույն գործընթացն է ծխահարում։ Զտման նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ամբողջ գործընթացն իրականացվում է էկոլոգիապես մաքուր պայմաններում գերժամանակակից սարքավորումների միջոցով։ Նազելի Ստեփանյան, Սեյրան Վանցյան, Հորիզոն։